Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է անվանի զորահրամանատար գեներալ լեյտենանտ Թովմաս Նազարբեկյանին։ Մեր հաղորդման հյուրերն են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը եւ նույն համալսարանի հաջորդի պատմության ամբիոնի դասախոս պատմական գիտության տեխնացու Խաչատուր Ստեփանյանը։ Բարի գալուստ հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Թովմաս Նազարբեկյանի կյանքի եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Անվանի զորահրամանատար Թովմաս Նազարբեկյանը ծնվել է 1855 թվականի ապրիլի 4-ին Թիֆլիսում։ 1874 թվականին ավարտել է Մոսկվայի ռազմական գիմնազիան, 1876 թվականին Ալեքսանդրյան ռազմական ուսումնարանը։ Մասնակցել է 1877-ից 78 թվականների ռուս-թուրքական եւ 1904-ից 5 թվականներին ռուս-ճապոնական պատերազմներին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Կովկասյան ռազմաճակատում, եղել բրիգադի, ապա դիվիզիայի հրամանատար։ 1916 թվականին Վանկոփ ուղղությամբ գործող զորամիավորման հրամանատար։ Նրա դիվիզիայում է գործել Անդրանիկի կամավորական առաջին ջոկատը։ 1915 թվականի ապրիլի 17-ից 18-ը Դիլմանի մոտ Նազարբեկյանի հրամանատարությամբ ռուսական զորամասերը եւ Անդրանիկի ջոկատը ջախջախել են Խալիլ Բեյի թուրքական կորպուսը։ 1917-ից 18 թվականներին եղել է հայկական առանձին բանակային կորպուսի հրամանատար։ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը տեղի են ունեցել նրա ընդհանուր հրամանատարությամբ։ 1919 թվականին շնորհվել է գեներալ լեյտենանտի կոչում։ 1919-ից 1920 թվականներին եղել է Հայաստանի առաջին հանրապետության ռազմական խորհրդի նախագահ եւ սպալապետ։ 1921 թվականի հունվարին մի քանի ամսով աքսորվել է Ռիազանի համակենտրոնացման ճամբար։ Մահացել է 1931 թվականի փետրվարի 19-ին Թիֆլիսում։ Երևանում նրա անունով անվանակոչվել է թաղամաս եւ փողոց, պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով։ Պարոն Պետրոսյանց, Ռուսաստանի կայսրության ողջ պատմության ընթացքում կամ նրա ռազմական պատմության ընթացքում, ինչքա տեղյակ եմ, մեր հայրենակիցներից ավելի քան 100 հոգի գեներալական կոչումներ են արժանացել եւ այդ որպես գեներալ պատվով կատարել իրենց զինվորական ծառայությունը, ընդ որում գերակշիռ մասը մարտական գեներալներ են եղել։ Եվ այդ գեներալական փաղանգի մեջ համոզված եմ, որ Թովմաս Նազարբեկյանը իր ուրույն դեր ունի, նախ որպես 40 տարի կարծեմ ցարական բանակում է ծառայել եւ ամենակարևորը դրանից հետո 18 թվականի մայիսյան հերոսամարտերում է իր վճռորոշ դերակատարություն ունեցել եւ մեր առաջին հանրապետության տարիներին կարծեմ սպարապետ է եղել։ Պարոն Հարությունյան, մի անգամից ես երկու ուղում պիտի կատարեմ։ Առաջին Ցարական կայսրության ընթացքում հայազգի 311 մարդ է ստացել գեներալական աստիճան։ Որից նվազագույնը 50-ը մեր պարտությունը եռապատկվեց։ Որից նվազագույնը 50-ը ստացել են ինֆանտերիայի, այսինքն հեծելազորի, հետևազորի եւ այլ ծառայությունների գեներալական աստիճաններ, որը այսօրվա բանակի գեներալին հավասար աստիճանը։ Մոտ 80 մարդ ստացել է գեներալ լեյտենանտի կոչում, մնացյալը ստացել են գեներալ մայորի աստիճան։ Սա մեկ։ Երկուս։ Այնպես չէ, որ Թովմաս Նազարբեկյանը ընդամենը գեներալ լեյտենանտի կոչում է ստացել։ Թովմաս Նազարբեկյանը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 1920 թվականի մայիսին ստացել է հեծելազորի գեներալի աստիճան, այսինքն բանակի գեներալի։ Հանրապետությունը հաղորդման ընթացքում հանրապետության շրջանը առանձին կներկայացնենք բանակի գեներալի աստիճան։ Ես ուղղակի ուզում եմ ճշտել այս երկու ճշտումից հետո խոսակցությունը շարունակենք։ Հայ ժողովուրդը իր պատմության, բազմադարյան պատմության զորական էջերում հազարավոր հերոսներ է տվել, ինչպես հայկական բանակի համար, այնպես էլ օտարազգի բանակների համար, սպարապետների այնպիսի փաղանգ է հայ ժողովրդի պատմության մեջ հայտնի, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարել է 50, 100, 150, նույնիսկ 500 հազարանոց բանակներ։
Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ երբ մենք գալիս ենք մեկ անձի կենսագրության, նրա մեջ արդեն խտացած տեսնում ենք իր նախորդներից ժառանգածը։ Գիտեք ինչ է կատարվել։ Ծնվելով Թիֆլիսում, բացառիկ ռուսական միջավայրում, Նազարբեկյանը զուտ ռուսական մշակույթի, ռուսական զորական Նազարբեկով հետագայում հայացավ կրկին վերահայացավ, դարձավ Նազարբեկյան։ Համաձայն չեմ լինի քեզ հետ, այդ Նազարբեկովը մոռանանք, նա Նազարբեկյան էր։ Եվ երբ ռուս-ճապոնական պատերազմից հետո բոլոր այլազգիներից նկատմամբ, այդ թվում նաև հայերի նկատմամբ, իսկ հայերի նկատմամբ առավել եւս, որտեղ այդ պահին ցարական մտածողության մեջ գերիշխում էր Հայաստանն առանց հայերի, հայկական եկեղեցիների հարստությունը բռնագրավելու, հայկական դպրոցները փակելու խնդիրը, առաջացավ նաև մոտ 80 այդ պահի գնդապետ հայերի խնդիր, որոնց արգելվեց տեղաշարժ գեներալական աստիճանի ներկայացումը։ Պատկերացրեք Նազարբեկյանը այն եզակի անձերից մեկն էր, որ դիմեց հրամանատարության ասեց. ես ոչ միայն հայ եմ, այլ բացառիկ հայ եմ, եւ չեմ ցանկանում ծառայել ու զորացրվեց ռուսական բանակից։ Սա եզակի բան է, որ մենք խոսում ենք իրար հետ, թե եթե ռուսական կրթություն, եթե ռուսական միջավայր, նա պիտի կուլ գնացած լիներ դրան, բայց այդպես չէր։ Նա 1907 թվականին զորացրվեց ռուսական բանակից եւ ասեմ, որ մինչեւ 14 թվականը եղավ մեր մեծահարուստներից մեկի նավթ արդյունաբերող Գյուլբեկյանցի այսօրվա բառերը չեմ ուզում օգտագործել։ Անվտանգության ծառայության ղեկավարը։ Նորմալ ձևակերպում է, պարոն Պետրոսյան, օգտագործեք։ Շնորհակալություն, պարոն Ստեփանյան։ Երբ խոսում ենք առաջին համաշխարհային պատերազմի եւ մասնավորապես Կովկասյան ռազմաճակատի ռազմական անցուդարձի վերաբերյալ, իհարկե առաջներտին բոլորս մտաբերում ենք կամ առավել քաջատեղյակ ենք մեր հայ կամավորների, հայ կամավորական գնդերի վաշտերի գործունեությունից, այդ վաշտերի հրամանատարներից, մինչդեռ առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ռազմաճակատում կադրային բարձրաստիճան մեր հայազգի զինվորականների գործունեության մասին շատ քիչ բան գիտենք կամ նրանց գուցե նրանց գործունեությունը քիչ է արժևորված։ Այդ առումով կարծեմ Կովկասյան ռազմաճակատում ամենից բարձր զինվորական դիրք ունեցողը Թոմաս Նազարբեկյանն էր, դիվիզիայի հրամանատար։ Բացարձակ այդպես չէ, ճակատի հրամանատարը Օգանովսկին էր։ Օգանովսկին որպես հայ չէր հանդես գալիս։ Նա հանդես էր գալիս որպես հայ։ Պաշտոնապես նա ռուս էր, պաշտոնապես հայերի մեջ ամենաբարձրաստիճանը Նազարբեկյանն էր։ Այդ շրջանը Նազարբեկյանի խնդրում եմ ներկայացրեք եւ մասնավորապես Դիլմանի այդ հռչակավոր ճակատամարտը։ Նախ փորձեմ շարունակել պարոն Պետրոսյանին, որ Նազարբեկյանը ինքը չերից որ համաշխարհային պատերազմը սկսելուց հետո վերադարձավ բանակ, հաշվի առնելով կարևոր հանգամանքը, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ վճռում են այ հայ ժողովրդի ճակատագիրը եւ բոլորովին պատահական չէր, որ ինքը հայտնվեց հենց Կովկասյան ռազմաճակատում եւ փորձեց ռուսական բանակի կազմում օգտակար լինել այդ ճակատում ռուսական զորքի հաղթանակին, որը որ կարող է պայմանավորել հայրենիքի ազատագրմանը։ Երկրորդ դիվիզիայի հրամանատարն եւ մեծ դերակատարում ունեցավ Դիլմանի ճակատամարտում Խալիլ Բեյին ջախջախելու գործում։ Նշենք, որ Թոմաս Նազարբեկյանի ղեկավարած դիվիզիայի կազմում կռվում էր նաեւ Անդրանիկի առաջին կամավորական գունդը։ Հայկական կամավորական գնդերը, որի մասին դուք հիշատակեցիք, դարբեր դիվիզիաների կազմում էին։ Ռուսական կանոնավոր բանակի տարբեր զորամիավորումների կազմում։ Անդրանիկի առաջին կամավորական գունդը կռվում էր հենց Նազարբեկյանի հրամանատարության ներքո։ Նա միավորման կազմում։ Այդ հարավային ուղղությամբ եւ Դիլմանի ճակատամարտում Նազարբեկյանի դիվիզիան նաեւ Անդրանիկի կամավորական գնդի աջակցությամբ փայլուն հաղթանակներ ջախջախեց Խալիլի բանակին, թուրքական կորպուսը Խալիլի հրամանատարությամբ եւ կորպուսը, այսինքն մի դիվիզիան
կորպուսին, այսինքն իրենից անամեմատ ավելի մեծականակ եւ այլն, այո։ Զորաբանակին պարտության մատնեց եւ փաստացի հարավային մասով ապահովեց ռուսական բանակի հաղթանակը Կովկասյան ռազմաճակատի հարավային մասում։ Այսինքն Դիլմանի ճակատամարտը Ավարայրի դաշտի մոտակայքում ամենևին էլ ինչ որ տեղային բնույթի ռազմաճակատի մասշտաբով կարևոր գործողություն էր։ Կարևոր գործոններից մեկն էր ռազմաճակատում հաղթանակ տանելու, որից հետո արդեն ռուսական բանակները անցան լայնածավալ հակահարձակման եւ փաստացի սահմանվեց այն ռազմաճակատի գիծը, որ մնաց մինչեւ 1917 թվականի դեկտեմբեր երզնկայի զինադադար։ Այսինքն նախ մտավ Բիթլիս, հետո շարունակեց մտավ Վան, Էրզրում, Արտեն Նազարբեկյանի գլխավորած դիվիզիան իր մարտական ուղին Դիլմանից շարունակեց դեպի Վան եւ Էրզրում։ Վան էլ կամավորականներից առաջին է Դրոյի գունդը։ Այսինքն, պարոն Ստեփանյան, Նազարբեկյանի գլխավորած կանոնավոր այդ կադրային բանակը ապահովեց Կովկասյան ռազմաճակատի հարավային մասի հաղթանակը։ Դրան գումարած նաև սերտորեն համագործակցում էր հայկական կամավորական գնդերի հետ, այո։ Հայկական կամավորական գնդերը հենց միտված էին օգնելու ռուսական բանակներին եւ ամենածանր վայրերում, անծանր ճակատագրական վայրերում ռազմաճակատի հայկական կամավորական գնդերն էին մասնակցում, որովհետեւ քաշ գիտակցում էին բոլորը, որ հայկական կամավորական գնդերի համար ամեն մի թիս հողը շատ ճակատագրական է եւ իրենք ամենավտանգավոր տեղերում մարտին նետվում, պատահական չէ որ մենք ասում ենք Վան մտել են առաջին կամավորները հենց մինչեւ ռուսական բանակի Վան հասնելը կամավորական գնդերը դաշնակցական խեչոյի գլխավորությամբ արդեն Վան էին մտել։ Այդ ծեր համագործակցություն ասելով պարոն Ստեփանյան նկատին որ նաև դա պատճառներից մեկը գուցե նաև կամ պայմանավորվածային նրանով որ դիվիզիայի հրամանատարի ազգային պատկանելությամբ միգուցե Նազարբեկյանի տեղը ուրիշ ազգի դիվիզիայի հրամանատարին այդ համագործակցությունը այդ աշխարհը չլիներ։ Եղել են դեպքում 60-ի դեպքում որ վիճահարույց իր կարգ քննարկման նյութ է որ ռուսական բանակները շարունակեցին արշավանքը մինչև Սասուն եւ որը պատճառ դարձավ որ թուրքերը Սասունում ահռելի կոտորածներ իրականացնել ռուսական բանակի ռուս սպաները դեմ էին արտահայտվել հայկական կամավոր հետախուզների բերած տեղեկություններին որ այնտեղ թուրքական բանակը թույլ է պետք է հարձակվել ռուսները պնդեցին որ իրենց հետախուզության տվյալները բավականին մեծ են եւ հաշվի չառան հայկական հետախուզության տվյալներ եւ փաստացի դեպի Սասուն հարձակումը մի քիչ հետաձգվեց, որը պատճառ դարձավ, որ Սասունի ինքնապաշտպանության մասնակիցները չկարողանան մինչև էջ դիմադրել թուրքերին։ Ինչևէ, բոլոր դեպքերում Կովկասյան ռազմաճակատում մեր հայրենակիցներ ինչպես կամավորների կարգավիճակով, այնպես էլ ռուսական բանակի կադրային բարձրաստիճան սպայակազմի կարգավիճակով իրենց ակտիվ եւ ոչռորոշ դերակատարությունը որը որ եղել նաեւ նախորդ պատերազմների ժամանակ։ Շնորհակալություն։ Պարոն Պետրոսյան, Նազարբեկյանը շատ կարևոր դերակատարություն ունեցավ, ինչպես նշեցի 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի ժամանակ, նա կարծեմ ընդհանուր այդ երեք ճակատամարտերի Սարդարապատ, Ապարան, Ղարաքիլիս սա ճակատամարտերի ընդհանուր հրամանատարն էր կարծեմ։ Եվ ցավոք սրտի կարծես թե նրա դերը դեռևս ոչ այն աստիճան է արժևորված եւ գնահատված, ինչպես իրականում եղել է։ Դուք ինչ կարծիք եք։ Նախ մի փոքր էքսկուրս։ Ինչու նա պիտի լիներ ղեկավարը։ Հայկական կորպուսի հրամանատար էր 17 թվականին նշանակվել։ 1917 թվականի հոկտեմբերին բոլշևիկյան հեղաշրջման արդյունքում ռուսական զորքերը հրաման ստացան վերադառնալ Իտունաս իրենց եւ ռուսական զորքերը փաստացի լքեցին ճակատը։ Իսկ երկիրը պիտի պահվեր։ Եվ Պետերբուրգում Բաղրամյանը գեներալ եւ Բաքրատունին Կերենցկու հետ կարողացան համաձայնության գալ հայկական կորպուսի ստեղծման համար։ Եվ հայկական կորպուսի հրամանատար նշանակվեց Հակոբ Բաքրատունին։ Ցավոք նա Բաքվից Հայաստան չկարողացավ անցնել եւ Նազարբեկյանը կարողացավ այդ պահի Կովկասյան ճակատում եղած հայ գեներալների ներգրավմամբ ստեղծել բավականին լուրջ կորպուսային հրամանատարություն։ Այստեղ եկան եւ Բոզոևները,
թե հրետանավոր, թե հետևակային, Բոլոր կադրային հայ իսպաներին, նաև համախմբեցի մյուս շուրջ։ գեներալները, այդ թվում Սիլիկյանը եւ այս համախմբման արդյունքում էլ ստեղծվեց հայկական կորպուսը մոտ 22000 զինվոր ունենալու հաշվարկի վրա։ Ահա այս կորպուսն էր, որ պիտի շարունակեր Հայաստանի սահմանների պաշտպանությունը, ցավոք մենք գիտենք Երզնկայի պայմանագրի խախտումից հետո թուրքական 50,000-անոց բանակը շարժվեց Հայաստանի ուղղությամբ, ընկան նախորդ տարածքները, ընկավ Կարսը եւ թուրքերը ապրիլի 15-ին մտան Գյումրի։ Այո, ճակատային ամբողջ հրամանատարությունը երրաճակատ պատերազմում Համակարգումը ամենայն դեպս։ Սարդարապատ, Ապարան, Վանաձոր, ես ձեզ հետ համաձայն չեմ եւ ուզում եմ որ դուք այդ անունը այլևս չտաք, որտեղ դա Վանաձորի ճակատամարտ է եւ այս ճակատամարտերի ընդհանուր հրամանատարությունը փաստորեն կորպուսի հրամանատարի հրամանով էր կատարվում։ Այո, նամակագրություն կար, հերագրային նամակագրություն կար, թե Սիլիկյանի եւ մյուս ճակատների միջև եւ թե Նազարբեկյանին զեկուցումներ կային։ Ցավոք, Նազարբեկյանը կորպուսի մի մասով շարժվեց դեպի Դիլիջան։ Եթե Արարատյան երկու ճակատամարտերում, Սարդարապատում եւ Ապարանում հայկական բանակը տարավ փայլուն հաղթանակ, Դիլիջանի ուղղությամբ գործերը չդասավորվեցին նույն կերպ։ Անկամ այստեղ կար մի խնդիր, որ Նազարբեկյանը հրաման տվեց թնդանոթներն անգամ գցել Սևանալիճ եւ պաշտպանության թևը հասցնել մինչեւ Սևան։ Իհարկե, եղան հրամանատարներ, որոնք հրաժարվեցին ենթարկվել այդ հրամանին, բայց միևնույն է, հրամանատարը Նազարբեկյանն էր։ Եվ այն ինչ կատարվեց նաև Վանաձորի ուղղությամբ, այստեղ այնուամենայնիվ փակվեց թուրքերի ճանապարհը եւ թուրքերը չկարողացան երկու խոշոր պարտությունից հետո չկարողացան գոնե երրորդ ուղղությամբ որևէ լուրջ հաղթանակի հասնեին եւ դա փրկեց ոչ թե Հայաստանը ու ոչ թե դրա արդյունքում ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը, այլ փրկվեց ամբողջ Կովկասը այդ պահին, որտեղ թուրքերը գնում էին թե Թիֆլիսի ուղղությամբ, թե Բաքվի ուղղությամբ եւ Վանաձորի ուղղությունը փաստացի այդ պահին չափազանց կարևոր դերակատարություն։ Այսինքն Վրաստանի անկախության համար մեր հարևան վրացիները նաեւ պարտական են այդ ճակատամարտի մասնակիցներին եւ Նազարբեկյանին։ Շահումյանը, որ Բաքվում էր նստած, իսկապես իրենց աթոռների վրա մնացին Վանաձորում տարած ոչ փայլուն, բայց հաղթանակի արդյունքում։ Իսկ ինքը Նազարբեկյանը, երբ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվեց, Հայաստանի կառավարության որոշմամբ նշանակվեց գլխավոր զորքերի գլխավոր առանձին կանդրադառնանք, պարոն Պետրոսյան։ Մայիսյան հերոսամարտերը Մայիսյան հերոսամարտերի մեծագույն արդյունքը Հայաստանի Հանրապետության վերականգնումն էր մայիսի 28-ին։ Բոլոր նրանք, ովքեր Նազարբեկյանի դերը պետք է ստարժանվում գնահատվեց պետության կողմից այժմ հաջորդ փուլում նրա նկատմամբ նրան տրված գնահատականների, նրան տրված կոչումների շնորհիվ։ Այդ տարիներին չէ, պարոն Պետրոսյան, ես նկատի ունեմ մեր օրերում, մեզ ցանից։ Ես կարծում եմ, որ դու երբ մեր օրերի մասին խոսում ես, պիտի ասես, որ նա այն մարդկանցից մեկն էր, որին պարոն կոմունիստները խաբեցին։ Այն պարոն կոմունիստները, որ դեկտեմբերի 2-ին ստորագրեցին պայմանագիր, որի կետերից մեկը հայկական բանակի սպաների անձեռնամխելիության փաստն էր, խախտեցին ընդամենը 2 օր անց ձերբակալելով։ Պարոն Պետրոսյան, դա ուրիշ հարց է, թեմայից շեղվենք։ Պարոն Ստեփանյան, արդեն նշվեց 17 թվականին հայկական ազգային կորպուսի ստեղծման մասին, որը հետագայում 18 թվականի մայիսյան հերոսամարտերի ժամանակ եւ առաջնահերթության ժամանակ հիմք, այո, բանակի հիմք հանդիսացավ եւ արդեն հիշատակվեց, որ Նազարբեկյանը այդ բանակում զբաղեցնում էր ամենից բարձրագույն գլխավոր հրամանատարի պաշտոն։ Սպարապետի օծվելով Հանրապետության շրջանը։ Հանրապետության շրջանում չնայած հանրապետության կարճ կյանքին 2.5 տարվա ընթացքում փաստացի բանակ կայացվեց
բոլոր առումներով 45000-անոց բանակ։ լուրջ բանակ, բոլոր տարբեր տեսակի զորամիավորումներով, օդային, ցամաքային, տարբեր կորպուսներով եւ այս գործում նախարարների կից շատ կարևոր ներդրում ունի Թովմաս Նազարբեկյանը, որը որ 1919 թվականին ստացավ գեներալ լեյտենանտի կոչում, մեկ տարի անց նաեւ բանակի գեներալի կոչում, որի մասին արդեն խոսեց։ Եվ դա նաեւ գնահատում էր օրվա հանրապետության ղեկավարների կողմից Թովմաս Նազարբեկյանի կատարած ծառայությունների համար։ Պետք է կարևորենք նաեւ այն փաստը, որ Թովմաս Նազարբեկյանը կուսակցական գործունեությամբ այդ տարիներին չզբաղվեց։ Այսինքն նա կուսակցական Ստեփանյան, Ոչ այդ ոչ էլ դրանից։ այսինքն նա առաջնահերթության տարիներին կուսակցական չէր, սակայն զբաղեցնում էր այսպես ասած կուսակցական առաջին հանրապետության գլխավոր ռազմական գործի կամ գլխավոր ռազմական պաշտոն։ Ընդհանրապես հեռու է մնացել կուսակցական գործերից։ Նախարարները կուսակցականներ են, բայց Թովմաս Նազարբեկյանը հեռու մնաց եւ հանրապետությունն էլ կարեւորեց նրա ռազմական տաղանդը եւ ոչ կուսակցականնելու հանգամանք երբեք չխոչընդոտեց, որպեսզի Թովմաս Նազարբեկյանը զբաղվի Հայաստանի առաջին հանրապետության բանակաշինությամբ։ Կարծեմ առաջին հանրապետության պաշտպանության նախարարներն էլ կուսակցական չէին, չէ՞։ Բոլոր նախարարները բացի Ռուբեն Տերմինասյանը բոլոր նախարարները այդ երկու նշած, չէ, ոչ միայն ռազմական Ձեր նշած 2.5 տարվա ընթացքում բոլոր նախարարները, տարբեր ոլորտների, բոլորը կուսակցականներին, տարբեր կուսակցությունների անդամներ, բացառությամբ պաշտպանության նախարարների։ Չէ, պաշտպանության նախարարները Ռուբեն Տերմինասյանը եւ Դրոն կուսակցական էին։ Դա հանգամանքը պայմանավորված է բյուրո կառավարության իշխանության գալով 20 թվականից հետո։ Դրոնն էլ իրականում 6-7 օր եղավ ռազմական նախարար, մի քանի օր էլ բոլշևիկների ժամանակ էր որպես գլխավոր համատարը գործում։ Այնուամենայնիվ պետք է անդրադառնամ պարոն Պետրոսյանի հիշատակած Թովմաս Նազարբեկյանի ողբերգական ճակատագրին, որովհետև իսկապես բոլշևիկները պարտավորվեցին, որ պետք է հարգեն թե ինչպես Հայաստանի անկախությունը, այնպես էլ անկախ Հայաստանի բանակը։ Երկրորդ կետն էր։ Սակայն Թովմաս Նազարբեկյանն էլ արժանացավ այն 1000-ից ավելի հայ սպաների ճակատագրին, 1200 ովքեր 1921 թվականի հունվարին ձերբակալվեցին նեգորեն տխրահարչակ Հայաստանի հեղկոմը իրենց բոլորին ախսորեց Հայաստանից Հայաստանի տխրահարչակ հեղկոմը ախսորեց Բաքվի միջոցով Ռիազան եւ կարծեմ 1-2 տարի անց Նազարբեկովը թվականին Նազարբեկյանը վերադարձավ Թիֆլիս, որտեղ որ ծնվել է ինքը եւ ապրեց համեստ կյանքով։ Շատ բարի հաղորդումը ավարտելով ցանկանում եմ ընդհանրապես մեկ մաղթանք հայտնել, որ մեր պատմաբանները հավուր պատշաճի կերպով ուսումնասիրեն եւ ներկայացնեն մասնավորապես Թովմաս Նազարբեկյանի գործունեությունը։ Ինչքան տեղյակ եմ, ոչ մի գիրք կամ գրքույկ, ոչ, Վերմիշևի գիրքը, գեղարվեստական գիրքը, վերջին սպարապետը վերնագրով եւ ռուսերեն եւ գեղարվեստական չէ, նաեւ գիտական աշխատանքներ։ Այդ աշխատանքը գրեթե գիտականին մոտ է։ Համենայն դեպս մի աշխատանք այդ Վերմիշևի ձեր նշած աշխատանքը բավականին քիչ է այն մեծ վաստակ ունեցող անձի անհատականության համար, ինչպիսին Նազարբեկյանն է։ 40 տարի ցարական բանակում Մայսան հերոսամարտեր, առաջին հանրապետություններ, համոզված եմ դուք եք համաձայն, որ տասնյակ գրքերի արժանի Նազարբեկյանը։ Հետաքրքիր նրա հուշերը, նրա հուշերը կան, որոնց նաև նպաստել է Սիլիկյանը, որոշակի տեղեկություններ վերա ճշտելով եւ ուղարկելով այդ հուշերը գրելու համար։ Հարգելի բարեկամներ, կրկին թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ հաղորդմանը մասնակցելու պատրաստակամության համար։ Այսօր մի բան մոռացանք։ Ես ուզում եմ անպատճառ շեշտենք։ 1918 թվականի մայիսյան հաղթանակներից հետո Հայաստանի տարածքում ընդունեցին Խալիլ Փաշային։ Արամ Մանուկյանը հետեւյալ մի տողն է թողել, ասում է հանուն հայ ժողովրդի ես անգամ Խալիլին ամփյուրեցի։ Դա դիվանագիտական խնդիր է, բայց Արամ Մանուկյանի հանձնարարականով Խալիլ Փաշային, որը ջախջախիչ պարտություն էր կրել Նազարբեկյանից, ուղեկցեցին Նազարբեկյանի տուն։ Եվ երբ խնդիր առաջացավ, թե Խալիլ Փաշան սկսեցին ինչ-որ բաներ հիշել, Նազարբեկյանը ժպիտով ասում է. դուք մոռանում եք
ձեր ջախջախիչ պարտության մասին։ Դիլմանում։ Այնուամենայնիվ նա այդ տողերը ասեց Խալիլ Փաշային, թեև նրան ասել էին, որ սա դիվանագիտական հանդիպում է, ընդունենք դրա մասին չպիտի խոսվի։ Հարգելի բարեկամներ, կրկին շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Հաջորդ տարի նշելու ենք Առաջին Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը, 100-րդ տարեդարձը, եւ այսօր ձեր շնորհիվ, ձեր օգնությամբ մեր հայրենակիցները եւս մեկ անգամ տեղեկացվեցին, տեղյակ եղան կամ վերհիշեցին Թովմաս Նազարբեկյանի նման անվանի եւ նշանավոր զորահրամանատարի գործունեության մասին։ Հարգելի հերոստատիտողներ, հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Առաջին Հանրապետության սպարապետ Թովմաս Նազարբեկյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։